Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Վայ, հազիվ մի հատ լավ նորություն լսեցինք, թե չէ այդ ինչ կինո եք սարքել, համ ձեզ եք տանջում, համ մեզ, հասարակ ժողովրդին։ Անհատուկ ես անում, որ վատ զգամ ինձ։ Հա, հատուկ եմ ասում, բայց ոչ թե որ քեզ վատ զգաս, այլ հասկանաս, որ Դավիթն է քո միակը, որ պիտի իրան ամուր գրկես ու միշտ պայքարես իր համար։ Իսկ կարամ իմանամ Դավիթին ես նույնը ասում էիր։ Աչքն էլ չէի անում։ Դուք ինձ սխալ եք հասկանում։ Ես ոչ մեկին պաշտպանելու մտադրություն չունեմ։ Ես ուղղակի ուզում եմ ձեր հետ այս հարցը քննարկել, որովհետև Մարիան ձեր մասին շատ է մտածում։ Իմ մոտ տպավորությունն է, որ Մարիան ուզում է լսել Օֆելիային, բայց չի անում, որ ձեզ չնեղացնի։ Այ հենց այդ պատն եմ ես ուզում կոտրել, որովհետև չեմ ուզում, որ Մարիայի կյանքում ընտրություններ լինեն, դա շատ վատ բան է։ Ես չեմ ասում, որ Մարիան միանգամից գնա ու ների Օֆելիային կամ հետն ապրի, չէ։ Այդ խոսակցությունը զուտ նրա համար է, որ լսեն ու հասկանան իրար, որ Մարիան հետո մեղքի զգացումով չապրի ու խնդիր չունենա ինքն իրեն չներելու։ Ես գիտեմ, որ դուք ամենալավին եք արժանի ու ձեր նման մարդիկ շատ քիչ են մնացել այս երկրագնդի վրա։ Հիմա հարազատ ծնողը իր երեխուն չի պահում, իսկ դուք օտար երեխու ձեր սեփական երեխու պես եք մեծացրել։ Ես դրա համար ձեզ շատ եմ հարգում։ Դավիթ, դու հիմա փորձում ես նենց անես, որ ես ընդունեմ ու հասկանամ Օֆելիայի ու Մարիայի հարաբերությունը։ Հա։ Եթե Մարիան տեսնի, որ դուք չեք նեղանում ու հասկանում եք, հաստատ կխոսի Օֆելիայի հետ, ու էլ չի տանջվի։ Արյունը ջուր չի դառնում, այդ միշտ մնալու է նույնը։ Ու միշտ Մարիային հիշեցնելու է, որ ինքը տենց էլ իր մորը չհասկացավ, երբ դրա ժամանակն ուներ։ Ինձ էլ ճիշտ հասկացեք, ես հիմա ինձ շատ վատ եմ զգում, որ ինձ թույլ եմ տալիս ձեր հետ այս թեմայի մասին խոսել, բայց ես ուղղակի ուզում եմ, որ իմ ու Մարիայի կյանքը առանց պրոբլեմների սկսվի, ու դրա համար ամեն ինչի պատրաստ եմ։ Դավիթ, կներես, բայց դու շատ բաներ չգիտես։ Ես չեմ կարող այդ կնոջը ընդառաջ գնամ։ Իմ ամբողջ կյանքի դժբախտությունները մեկ անուն ունի, ու այդ անունը Օֆելիայի, հասկանում ես։ Ես իհարկե շատ ուրախ եմ, որ դու խորապես մտածում ես Մարիայի մասին, ու շատ ուրախ եմ դրա համար, բայց ամենասկզբից դու շատ ճիշտ բան ասեցիր, սա քո թեման չի, ու արի չքննարկենք, արի փակենք այս խոսակցությունը։ Լավ, կներեք, ես գնամ, ստեսություն։ Մարիան իմ աղջիկն է, իմ աղջիկն է։ Իսկ ժամանակին Օֆելիան խլել է իմ երջանկությունը, խլել է իմ ամենակարևորին, ու ես հիմա չեմ թողնելու, որ ինքը իր երեխու դեմքը տեսնի։ Ես իր հետ նույն ձև եմ վարվելու, ոնց որ ինքն է իմ հետ ժամանակին վարվել։
Այ, նենց ուրախ եմ, որ ամեն ինչ սենց լավ վերջացավ։ Թե չի արդեն չգիտեի ինչ անեի, ում խելք խրատայի, քեզ, թե Դավիթին, անհնար էր մար արդեն։ Ան ամեն ինչ այնքան վատ էր, որ ես հույս չունեի, որ մի լավ բան կլինի։ Մենակ վատ բաների մասին էի մտածում։ Տես, լավ բաները ինչ աննկատ են գալիս։ Ան ես մի հատ բան եմ հասկացել, որ իրական սերը երբեք չի պարտվում, որ ինչ է լինի, եթե սիրում ես կգտնես ու այդ մարդու կողքին կլինես։ Դու հələ պատմի, տեսնեմ այդ ինչ նոր ասպետ ենք ստացել։ Իա, այս փաստորեն Դավիթը ինձանից առաջանք է, հա։ Պատմի, տեսնեմ ինչ ա եղել։ Դե իրականում պատմելու բան էլ չկա, ուղղակի հեռախոսով ենք շփվում, հետը չեմ էլ հանդիպել։ Ինչի։ Այս անգամ ես չեմ ուզում շտապեմ։ Ուզում եմ, որ ամեն քայլից առաջ երկար մտածեմ ու համել տղա է, թող մի քիչ էլ տանջվի, իա։ Անես դու ես։ Այո, Մարիա ջան, ես փոխվել եմ։ Հիմա ես ուզում եմ, որ մարդը իմ համար պայքարի։ Ունենց պայքարի, որ ես զգամ, որ ես կարևոր եմ այդ մարդու կյանքում, հասկանում ես։ Ես մենակ ուրախ եմ, որ դու այսպես ես սկսել մտածել։ Դուք պետք է հասցնեք իրար համար կարևոր դառնալ, իսկ այդ միանգամից չի լինում։ Շատ կարևոր բաներ ես ասում, բայց ես մենակ այս թխվածքով ու հյութով չեմ կշտանալու։ Արի մի բան պատվիրենք էլի։ Հեն մամ, չի պատասխանում։ Չի պատասխանում։ Արդեն պետք է հասած լիներ։ Տղա ջան, ուր ես, ինչի զանգերից չես պատասխանում, գիտես, որ հերը տեսա կհասնի։ Ինչ ա եղել, մամ։ Արդեն ինչքան ժամանակ զանգում եմ, չկա։ Արդեն պետք է հասած լիներ, բայց չկա, ես արդեն վախենում եմ, շատ եմ անհանգստանում, Ռաֆ։ Բարի լույս։ Ես ինչի աշխատանքի չես։ Դե այսօր չի ուզում աշխատել, ուզում էի քո մոտ գալ։ Հետաքրքիր է։ Մարիան ոնց որ փոխվում է։ Առաջ ոչ մի պատճառ չէր կարա լիներ, որ աշխատանքի չգնայիր։ Դե երեք դու էիր եկել, այսօր էլ ես։ Ինձ ես կրկնօրինակում։ Դե ինձ 2 րոպե ժամանակ տուր։ Բայց չզգացի, որ ուրախացար։ Գործս կիսատ մնաց, ինչից ուրախանամ։ Ոնց։ Լավ, դե որ այդպես է գործդ շարունակիր, չխանգարեմ։ Չես պատկերացնի ինչքան ուրախացա, որ եկար։ Անընդհատ մտքով քո հետ էի։ Կարոտել էի արդեն։ Դու էլ չես քնել։ Ոնց քնեմ։ Սիրտս կանգնում է արդեն։ Չգիտեմ ինչ անեմ, գիտես քանի անգամ եմ զանգել։ Ալո։ Ով է։ Բարև ձեզ, դուք Վարդանյան Աշոտի հարազատն եք։ Ես Աշոտի կինն եմ։
Ինչ ա եղել Աշոտին։ Աշոտը հիվանդանոցում վթարի է ենթարկվել։ Ինչ։ Ուր ենք գնում։ Արի գնանք մեր տուն։ Համ մի բան կուտենք, համ էլ կխոսենք։ Ոնց ասես, կարևոր չի թե որ, կարևորը որ միասին լինենք։ Չես պատկերացնի ոնց եմ ուզում գա այն օրը, երբ քեզ տանեմ մեր տուն ու էլ հետ բերելու մասին չմտածեմ։ Մի քիչ էլ սպասի, շատ քիչ մնաց։ Հետո միտեղ կգնանք, բայց հիմա տուն եմ ուզում։ Համ էլ կփոխվեմ։ Ոնց ասես։ Չէ, քո հետ իսկականից մի բան եղել է։ Դու հին Մարիան չես։ Գնան։ Մամ, ով էր։ Լիլիթ պապան վթարի է ենթարկվել։ Արագ զանգի աղբորը, թող շուտ տուն գա։ Շուտ արա վեր կաց։ Մամ, պապան լավ է, չէ, բան չի եղել, չէ իրան։ Մամ, եթե պապային բան եղավ, ես չեմ ապրի։ Ամեն ինչ լավ է Լիլիթ, հանգստացի։ Արագ գնա հագնվի, գնանք հիվանդանոց, տեսնենք ինչ ա եղել։ Ու զանգի աղբորը, զանգի ասա թող շուտ տուն գա։ Աղբորս։ Այս ամեն ինչի մեղավորը Ռաֆն է, մամ։ Եթե ինքը իրան մի քիչ զուսպ պայր, պապան չէր գնա, ու հիմա հիվանդանոցում չէր հայտնվի։ Լիլիթ, հիմա անմեղ ու մեղավորներ փնտրելու ժամանակը չի, չես հասկանում։ Զանգի թող գա ու դու էլ շուտ հագնվի։ Արագ պետք է հասնենք հիվանդանոց։ Հասկանանք ինչ ա կատարվում։ Շնորհակալ եմ։ Պատկերացնում ես, որ մենք ամուսնանանք, սկսելու ես մտածել ինչ ես սարքելու, որ ես կամ տուն ուտեմ։ Ես կպատվիրեմ, մինչև քո գալը կհասնի պատվերս։ Չէ, հավատա, հենց մենք ամուսնացանք, ես հրաժարվելու եմ այդ պատվիրած ուտելիքներից։ Իսկ կլինի ավելի հետաքրքիր ու ռոմանտիկ բաներից խոսանք։ Դե լավ, ամուսնությունից հետո էլ ինչ ռոմանտիկա։ Ես երևի մի քիչ մտածեմ, հա, մինչև մեր ամուսնանալը։ Մտածի, բայց ես կարծում եմ, որ իսկական կյանքը հենց ամուսնությունից հետո է սկսվում։ Երբ սկսում ես սիրածդ մարդու հետ ապրել, երբ ժամին ավելի ուշադիր ես նայում, որովհետև գիտես, քեզ տանը սպասող կա։ Այդ ժամանակ քեզ ավելի կարևոր է զգում։ Ճիշտ եմ, չէ՞։ Շատ։ Դավիթ, ես ուզում եմ, որ մեր կյանքը հեքիաթի նման լինի, որ մենք ամեն վայրկյանը վայելենք ու ամեն հասարակ բան տոն դարձնենք։ Էդ էլ է մեզնից կախված։ Ինձ թվում է երջանիկ կյանքը հենց նման փոքր բաներից է կախված։ Ուղղակի սովորենք, որ այդ ամեն ինչը պետքա տեսնենք ու մտածենք, որ այդպես էլ պետքա լիներ։ Մարիա Կանտ։ Կարող եմ մի հատ էլ փիլիսոփայական թեզ կամ տեսություն դու հորինես։ Ինչ կլինի որ։ Էլ ոչ մի թեմայի շուրջ չեմ խոսելու հետո։ Բարև ձեզ։ Ինձ ասեցին, որ Աշոտ Վարդանյանին ձեզ մոտ են տեղափոխել, ումից կարող եմ տեղեկություն իմանալ, որտեղ է բժիշկը։ Մեկ րոպե, հիմա կկանչեմ։ Զանգել ես աղբորդ։ Չէ, մամ չի պատասխանում զանգերիս։
Գրիկը կարդա։ Ռաֆ պապան վթարի է ենթարկվել, հիմա հիվանդանոցում է։ Որ հիվանդանոցում եք Լիլիթ։ Շնորհավոր եմ։ Ես դու չես ամաչում, Դավիթ ջան։ Դու նշանվում ես ու մի բառ ինչ չես ասում, հա? Անամոտի մեկը։ Մարիա։ Ինչ լավ է երկուսիդ էլ ստեղ բռնացրի։ Գիտեք ինչ կանենք հիմա։ Ուրեմն կնշենք ձեր նշանդրեկը ու մի անգամից կորոշենք հարսանիքի օրը։ Ջան, տարա, ջան։ Անի մի հատ շունչ քաշի։ Թող խոսա, թե չէ կարող է սա սիրտը կանգնի։ Ճիշտ է ասում Դավիթը։ Մենք եթե պայմանավորվենք, սենց հաստատ լավ չենք հանդիպի իրար։ Ճիշտ ես ան։ Ոայ ինչ ուրախ եմ ձեր համար։ Ոնց որ ես նշանվեմ։ Ուզում եմ այս տորտը միասին կտրենք, հմ։ Մի վարկյա։ Ճիշտ է, տորտը մի քիչ նշանդրեկի նման տորտ չի, արջուկով էլի քո նման, բայց կարևորը որ մենք ավանդույթները պահպանում ենք։ Ուր, բռնի, դու էլ ամուր բռնի իրան։ Գնացեք վայ։ Առաջ։ Ուֆ։ Դե, կտրենք։ Ասենք շնորհավոր, ջան։ Տարոսն էլ ինձ։ Բարև ձեզ բժիշկ ջան, ոնց է Աշոտի առողջական վիճակը։ Աշոտի վիճակը կայուն ծանր է։ Սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Ինչպես հասկացանք, վթարից առաջ սիրտը վատացել է, այդ պատճառով հարվածել է պատին։ Լավագոնե այլ մեքենաների կողմից վթարային իրավիճակ չի առաջացել։ Այսինքն ինքը վատացել է, դրա հետևանքով է վթարը տեղի ունեցել, հա։ Դե հա, հիմա ձգտում ենք կայունացնել վիճակը։ Բժիշկ, պապաս ուշքի կգա, չէ։ Հիմա ոչ մի հստակ բան ասել չեմ կարող։ Պետք է սպասենք։ Հնարավոր է վիրահատության հարց առաջանա, բայց այս պահին շատ շուտ է դրա մասին խոսելը։ Ես կխելագարվեմ։ Հա, Աբուլ։ Լիլ ինչ է եղել, ինչ ես լացում։ Լիլի Ռաֆնա նեղացրել, ինչ ճիշտն ասա, բան է ասել քեզ։ Չէ, Աբուլ, պապաս է հիվանդանոցում։ Ինչ։ Ինչի համար, ինչ է եղել։ Աբուլ, խնդրում եմ, էլի կգաս, ես շատ ունեմ քո կարիքը, խնդրում եմ, արի։ Հենց հիմա գալիս եմ, 5 րոպեից այդտեղ եմ, դու ասեն ուղարկի։ Լավ։ Ան, տեսար ինչ լավ նորություն քեզ ասեցինք։ Հիմա հերթը քոնն է։ Հա, Էլիան, օրինակ մենք չենք։ Հա, բայց ես ինչ պատմեմ, իմ կյանքում ոչ մի նորություններ չկա։ Հա, լավ, հասկացա։ Այդ տղու հետ ուղակի շփվում ենք, դեռ չենք էլ հանդիպել, ու ոչ էլ հանդիպելու եմ երևի։ Դե ես քեզ պատմել եմ, մար։ Բայց ինչի երևյան։ Կարող է տղեն միլիոնատեր չի դրա համար է սենց համբերատար։ Դավիթ,
Ինչ։ Ինքն էլ միշտ ասում, որ ուզում է միլիոնատերի հետ ամուսնանա։ Ես էլ ուզում եմ ճշտեմ այդ տղու կարգավիճակը, մի հատ հասկանանք, հույս ունի, չունի։ Հա Դավիթ ջան, ճիշտ ես, միլիոնատեր չի, հասարակ տղա է։ Բայց հետ էլ էս ճիշտ, որ ես մենակ միլիոնատերի հետ պիտի ամուսնանամ, այդ մինուս ունի, լավ ես նկատե։ Ան ուզում ես ասել, որ դու տեղյակ չէիր, հա։ Լավ էլ տեղյակ էր, քո նման մի ամիտ չի Մարիա ջան։ Վստահ եմ, որ այդ տղու ուղն ու ծուծը անգիր գիտի։ Ինչ հումորով ես Դավիթ ջան։ Ան ինձ թվում է, որ դու լավ էլ տեղյակ էիր։ Բայց սիրահարվել ես։ Ով ես։ Ես իրա ինչին պիտի սիրահարվեմ։ Միլիոնատեր էլ չի, որ ասեմ հետո կսիրահարվեմ։ Չկա տես բան, երեխեք, մոռացեք հա։ Հանգիստ կարա ժպտաս, մենք արդեն ամեն ինչ հասկացել ենք։ Ու այդ ինչ եք հասկացել։ Դե անջան, հասկացել ենք, որ դու սիրահարվել ես։ Ուղղակի քո կյանքում կատարվում են այնպիսի բաներ, որոնց մասին դու պատկերացում անգամ չունեիր։ Սպասենք հետագա զարգացումներին։ Տորտը լավն էր։ Հալա, ինչ ա եղել Աշոտին։ Խոսել եք բժշկի հետ։ Հա, խոսել ենք։ Ու ինչ են ասում։ Վարելու ընթացքում ա եղել։ Հավասարակշռությունը կորցրել է։ Հիմա ծայրահեղ ծանր վիճակում ա։ Պետք է սպասենք։ Այ քեզ բան։ Բա ուրիշ ինչ են ասում։ Դե հնարավոր է որ վիրահատեն։ Չգիտեմ, պետք է սպասենք Ռուբեն, չգիտեմ։ Մենք պետք է խոսանք։ Իսկ դու չես կարծում, որ հիմա ոչ տեղն է, ոչ էլ ժամանակը տղա ջան, ուրիշ հարցեր քննարկելու։ Այն հարցերը, որոնք որ ունեմ, շատ կարևոր են իմ համար։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան։ Բարև տղես։ Աբուլարի գնանք դրսում խոսենք, հա։ Որ իմացա Լիլիթի պապան այս եղա չկարողացա չգալ։ Ճիշտ ես արել։ Դու հիմա Լիլիթին շատ հարկավոր ես։ Լիլ, պապան ոնց է։ Արի գնանք դրսում խոսենք։ Լավ, ես գնամ, հաճախորդ ունեմ։ Ու համել այսօրվա համար հերիկա ինչքան վրաստի ծաղացիք։ Լավ, ես քեզ կճանապարհեմ։ Ան, բայց խոստացիր, որ մեր մյուս հանդիպման ժամանակ լավ լուրեր ես ասելու։ Մարիա ջան, ես այն ժամանակ լավ լուրեր կասեմ, երբ որ քո հարսանեկի հարսնակույրը լինեմ։ Ես այդ պաշտոնը ոչ մեկի չեմ զիջելու։ Այդքան քո դարդ ու ցավը տարել եմ, այդքան քո կողքին եմ եղել, որ ուրիշին տա։ Հաջող։ Լրիվ գիժա։ Չէ, լավ, գիժ չի, ուղղակի ուրախ է։ Իրականում այնքան ուրախ եմ, որ անին կա։ Ինքը մեր համար շատ բան ա արել։ Կարելի է ասել, որ մեզ կապող օղակն է անին։ Ճիշտ ես։ Սկզբում, որ քո դեմ էի տրամադրված, անին ամեն ինչ արեց, որ կարծիքս փոխեմ։ Ու չեմ էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհով կգնայինք, եթե անին չլիներ։ Ինչ ես այդպես նայում։ Ես իմ։
Չի կարելի։ Ուղղակի ամաչում եմ։ Այնքան սիրուն ես, որ չեմ կարող քեզնից կտրվեմ։ Եթե մի քիչ էլ սենց նայես, ուղղակի կկարմրեմ։ Այս է իսկական հանգստությունը։ Ես։ Աբուլս տեղյակ չեմ, մի հատ զանգեմ։ Չի պատասխանում։ Գնեք, Աշոտի վիճակը ոնց է։ Ես ձեզ ոչինչ ասել չեմ կարող, բժիշկը կասի։ Հալա, ամեն ինչ լավ կլինի։ Դու պետք է հավաքես քեզ։ Ես հոգնել եմ արդեն լավ ինձ սպասելուց։ Ես էլ չեմ հավատում, Ռուբեն, ոչ մի լավ բանի չեմ հավատում։ Հալա, հիմա դեվաթափ լինելը շատ հեշտ է։ Ու միևնույն ժամանակ սխալ։ Դու հիմա պետք է ուժեղ լինես, որպեսզի օգնես Լիլիթին։ Տեսար երեխան ինչ վախեցած էր։ Հիմա ես քո վիճակով ավելի ես վախացնում երեխան։ Բինդեղի ալա։ Ուժեղ եղի։ Ես գիտեմ դու կարաս։ Հա Դավիթ ջան։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Աբուլս ոնց է։ Լավ ենք։ Զանգել եմ իմանամ են լակոտը հո չի երևացել։ Արտակը։ Հա։ Չէ, չկա, չի երևացել։ Լավ է։ Ուրեմն հասկացել է։ Ինչ որ բան ես արել, Դավիթ։ Որ էլի հայտնվի կզանգես։ Լիլ, հավաքի քեզ։ Մի լացի, Լիլ։ Ես չեմ կարող հասկանում ես ահավոր վախենում եմ, եթե պապայիս ինչ-որ մի բան եղավ, ես չեմ դիմանա։ Հասկանում եմ, ու շատ լավ եմ հասկանում, բայց մի կորսու քեզ, որ քեզ կորսնես ոչ մի բան չի փոխվելու։ Հիմա պետք է հավատաս, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես շատ եմ վախենում, ես չեմ հասկանում, ինչի պետք է ամեն անգամ մեր սխալների համար պապան պատասխան տա։ Այս աշխարհում ինձ ուժ տվողը պապաս է, հասկանում ես, եթե պապայիս ինչ-որ մի բան լինի, ես կդառնամ այս աշխարհի ամենախոցելի մարդը, որովհետև կկորցնեմ ամենակարևորը։ Լիլ, լավ է լինելու։ Լսեցիր, լավ է լինելու։ Հիմա պետք է չթուլանաս, որ դու թուլանաս, այդ կլինի ամենամեծ սխալը։ Կարապետն էլ մեր ընտանիքից է։ Եվ իր ընտանիքն էլ ունի։ Իսկ նրա ընտանիքը մերն էլ է։ Իհարկե։ Մի հատ խոսամ դա։ Ես քանի ընտանիք ունեմ։
Հայրիկ, դու որ փոքր էիր, ուրիշ ընտանիք ունեիր։ Ես էլ, այդտեղ։ Ես էլ պիտի ուրիշ ընտանիք ունենամ։ Ալո։ Ողջույն Դավիթ ջան, հուսով եմ չեմ խանգարում։ Բարև։ Չէ, ինչ-որ բան ա եղել։ Դե այն օրը Սոֆիայի տվյալները ինձանից ուզեցիր, ես էլ փոխանցեցի։ Այդո։ Մեր փաստաբաններից մեկը Սոֆիայի հետ խոսել է գործի պահով։ Սոֆիան ամեն ինչից հրաժարվել է ու ասել է, որ Արտակն է մահացել։ Ինչ։ Երբ է դեպքը եղել։ Ինչից է մահացել։ Ճիշտն ասած մնացած մանրամասներին չեմ տիրապետում, բայց որոշեցի զանգահարել տեղյակ պահեմ քեզ։ Ալո։ Բարև ձեզ, ես Արտակի հարազատներից եմ։ Ուղղակի հիմա քաղաքում չեմ կարող գալ, բայց ուզում եի իր վիճակի մասին տեղեկություն իմանալ, կասեք։ Այն Արտակի, որ ընկած են գտել ու բերել հիվանդանոց։ Ցավում եմ, բայց Արտակը մահացավ։ Ոնց մահացել է։ Բայց ես զանգել եմ, իմացա, որ վիճակը ծանր է, բայց Վիճակը կտրուկ վատացել է։ Ստացած վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր։ Բժիշկն ամեն բան արեց, բայց ես կորած եմ։ Ես ինչ արեցի, ես կորած եմ։